Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, սիրելի ժողովուրդ, այսօր ապրիլի 8-ն է և ձեզ հետ միասին եթերում է հանրային դատ հաղորդաշարը, չնայած նրան, որ միտեղ արևի խավարում է և մեր Միացյալ Նահանգներում ապրող հայրենակիցները հիմա գտնվելով տարբեր նահանգներում հետևում են արևի խավարմանը, ես հուսամ, որ այս հետաքրքիր խավարումը իր հետ իր մեջ պարունակում է շատ լավ խորհրդանիշ և խոսում է նրա մասին, որ մոտ է Նիկոլ Փաշինյանի արևի խավարումը, որը որ սարերի ետևում չէ։ Մենք հիմա կապի մեջ ենք, այսպես ասած, մեր ուժային ծառայության աշխատակիցների հետ, որոնք ինձ տեղեկացնում են, որ քննչական կոմիտեն, ներքին գործերի նախարարությունը, ԱԱԾ-ն, դատախազությունը հատուկ խումբ է ստեղծվել ու մեթոդ են մշակում հավանական դոգի մարդկանց փողոց դուրս բերելու համար 24 ժամ աշխատում են առաջարկվող ծրագրերի վրա, որ ներկայացնեն Նիկոլին։ Կոորդինացնում է այս խումբը ընկեր Դդումը, այսինքն միակ վտանգավոր անձը, ով որ այս պայդրությամբ խոչընդոտ է հանդիսանում 4 գյուղերը հանձնելուն, մնում է Վարդան Ղուկասյանը, Նիկոլ Փաշինյանը և Վարդան Ղուկասյանի կողմնակիցները, որովհետև ով եմ ես առանց ձեզ, խեղճ գլուխ, և ստեղ սա պատահական չի, որովհետև այսօր չկա որևիցե մի պետական գործիչ նախարարարակ չկա բացի ինձանից, և մենք չենք տնում որևիցե մի քաղաքական գործիչ, ով սուր կերպով քննադատի այն բոզիտողությունը, այն պետական դավաճանությունը, որը որ փորձում է իրականացնել Փաշինյանը։ Լավ, մենք դրան կանդրադառնանք, այսօրվա մեր ամբողջական հաղորդումը նվիրված է լինելու գրեթե թեմաների, այսինքն քննարկման Հայաստանի Հանրապետության, ինչ է սպասվում մոտ ապագայում։ Բայց մինչ դրան անցնելը, եկեք վերադառնանք մեր հաղորդման մշտական, այսպես ասած, ֆորմատին։ Մեր ուժայիններն այստեղ են, Այթաբաս, Անդոս, Սասուն, Վայեղազարյան, Տհաճմարտ, այսօր ներկա է գտնվելու նաև ներս հրավիրեք Աննա Վարդապետյանը, Ռուզիկ, Քրիստիկ և իհարկե Կիրեմը Բխո Արգիշ Քյարամյան։ Հələ մի րոպե։ Ալո։ Դուք չեք տեսնում, պարոն Ղուկասյանը եթերի մեջ է։ Հաջողություն ձեզ, ձեր բախտը բերես, որ կին եք։ Ներս հրավիրեք այսօրվա մեր հյուրերին։ Բնականաբար Նիկոլ Փաշինյան իա բոզի տղաթայֆով, որոնց մեջ է նաև Անրանիկ Քոչարյանը։ Մի րոպե։ Մակ կոֆեի սեփականատերը, Woman Seyran, նախկին Աբովյան քերակատարողական հիմնարկի պետ Մարատ Գրիգորյան, так, սա պետք չի, անցնենք առաջ, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան և Սամվել Մայրապետյան, Չորբանակային կորպուսի հրամանատար Բադասյան Սամո, Պաշտպանության նախարար ուսուցչուհի Սուրեն Պապիկյան,
Так. Պարլամենտական ընդդիմություն Իշխան Սաղաթելյան, Սերյան Մուշեղիչ, Մուսկուլնի Լևոն Քոչարյան եւ իհարկե Հայաստանի Հանրապետության բոլոր այն մուսկուլնի երիտասարդները, որոնք չեն ծառայել զինված ուժերում, Ռուբեն Վարդանյան, так, Հրաչ Ղազարյան, Արաբկիրի նախկին քննչականի պետ, այժմ Ալմավիրի մարզի քննչականի պետ, Ну, իհարկե մեր մյուս բոլոր ընդդիմադիրները եւ մնացածը մենք արդեն այստեղ են կանրադառնանք։ Ըստ հերթականության։ Հիմա գանք, ուդի սկսենք։ Ուդերից սկսենք։ Այսօր թիրախումը գլխավոր դատախազությունը։ Նախ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն արել է նոր նշանակում։ Բոլորս հիշում ենք Հրաչ Ղազարյանին։ Հրաչ Ղազարյանը, ովքեր չեն հիշում, հիշեցնեմ, Արաբկիրի քննչականի պետներ, կոռումպացված մեբոզի տղա, որտեղ որ Աբազի հիմնարկը մտան մասկեքով, հանեցին քննիչների, որոնք որ մամալը, ասիկն էլ մի կողմ, որ նարկոտիկ էին օգտագործում, նաև նարկոտիկ էին ծախում, արգրաված նարկոտիկները ծախում էին, օգտագործում էին, ծախում էին։ Հրաչ Ղազարյանը այդ ժամանակ դրանց պետն էր։ Հիմա այդ ժամանակ Հրաչ Ղազարյանին հանին գործից։ Հիմա Հրաչ Ղազարյանը բաժնի պետից գնաց բարձրացում։ Եթե ինքը Արաբկիրում բաժնի պետ էր ու իա ենթակայության տակ գտնվող բաժնում քննիչները նարկոտիկ էին քաշում, նարկոտիկ էին ծախում, Աբազն բռնե։ Դուրս չբռնե։ Աբազը սվոտքեն տվեց, հայ բուդուր տեսեք, բոզի տղա քննիչներ։ Հիմա այս մարդուն տարան պաշտոնի բարձրացում, էնել ուր Ալմավիր, նարկոտիկի պլանի հայրենիք, որ ավելի լավ ընդեղ քաշեն քննիչները, ավելի լավ ուռեն կամ ինքը քաշի եւ ուռի։ Սա այդ ուղղակի մի փոքր լուսաբանում, որպեսզի մեր ժողովուրդը հասկանան, ինչ մակարդակի է Հայաստանի Հանրապետությունում իրականացվում պատիժը։ Քո ենթակա հիմնարկը մարտիկ ուռում էին, քեզ գործից հանին, թողին մի անկյունի վրա, փողը վեկալան, հիմա էլ վեկալան տարան Ալմավիր, հիմա դերեն ասեմ, քարոզիր թմրամոլությունը քննիչների շրջանում։ Այս կիրեմը բխո բոզի տղեն, կտրեմ։ Որ ասում պրաշու լուբից ի ժալավեց։ Սա ուղղակի որպես նորություն։ Ներողություն։ Իսկ կուլտուրական մարդ եմ։ Ուրեմն մի քան այս երկու օրա բոլոր լրատվամիջոցները ուրա տիկին Աննա Վարդապետյանը։ Այս բոլոր լրատվամիջոցները տարածում են, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը տուգանելա, քթելա, ինչ-որ մի կերպ տա քթե Մայրապետյանի վրեն, հիշեցնեմ այն նույն Մայրապետյանի, ով վաղուց գացերա Եվրոպայ, եւ Մայրապետյանին տուգանելա 11 միլիոն դոլարով։ Տեսեք, տուգանելա։ Ուրեմն ուզում եմ բացատրեմ։ Ընկեր Աննա Վարդապետյան, վերջի ժամանակներս դուք որպես գլխավոր դատախազ ձեզ դրսևորում եք բառիս ամենաբուն իմաստով շատ վատ։ Ուրեմն ես չեմ, որ ձեզ պետքա բացատրեմ ինչ է նշանակում իրավաբանություն։ Դուք դասախոս աշխատած կին եք։ Ձեր աշխատանքային կարիերան սկսում է շատ երիտասարդ տարիքից, դուք 17 տարեկանում, եթե ոչ չգիտեմ ավելի փոքր, կարող է մի փոքր ավելի մեծ, աշխատել եք Նեմեց Ռուբոյի մոտ։ Ձեր հայրը աշխատել է Տարոն Մարգարյանի մոտ եւ շատ ջերմ հարաբերությունների մեջ է ձեր հայրը Տարոն Մարգարյանի հետ։ Երևի դա է պատճառը, որ Տարոն Մարգարյանը եւ Տարոն Մարգարյանի որդիները
ազատված են քրեական պատասխանատվությունից եւ բանակից։ Հիմա դուք որ դրել եք եւ հայտարարել եք, որ 11 միլիոն դոլար Մայրապետյանին տուգանել եք ինչ որ մի ակտով, որը որ եղել է կազմված, այսինքն տուգանվել է 2006 թվականին թույլ տված ինչ որ մի չարաշահումով։ Ուրեմն 2006 թվականից անցել է 10 քանի տարի։ Այդ ակտը, որով որ այդ այսինքն ինքը ցածր գնով 2006 թվականին Մայրապետյանը ցածր գնով ինչ որ մի քակ վաճառել է, դուք եք թե շուկայականից ցածր գնով ծախել է, վնասը պատճառել պետությանը, դլ։ Այդ ակտը 2006 թվի ստուգում է անցել 2006-7 թվականի այն ժամանակվա Պեկի կողմից հարկային մարմինների։ Հարկային մարմնի ակտը ունի 3 տարվա ուժ։ Այսինքն, եթե այդ ակտը 2006 թվի ստուգումով արդեն անցել է հարկայինի ձեռի տակով, ուղիղ 3 տարի 1 ժամ, եթե այդ ակտի ժամկետը անցավ, այլևս դրանով ոչ քերական գործ կարաս հարուցես, ոչ էլ ինչ-որ մի գումար հետ բերես։ Արդեն ստուգվել է, պրծել է, որոշումը կայացել է, որ ամեն ինչ թամամ է, Մայրապետյանը սա գործողությունները շարունակել է։ Վերջ, ուրիշ հարց, եթե 2006 թվից մինչև օրս դա հայտնաբերված չլիներ, 2006 թվից մինչև օրս Մայրապետյանը թաքնված լիներ, ձեր կազմած այս նորմա ակտը, այս չարաշահումը, որ գտել ես մտքում, իրավական ուժ կունենա։ Բայց հիմա իրավական ուժ ինքը չունի, որովհետև արդեն, այսինքն եթե դու պիտի գմփցնես այն ժամանակվա Պեկի ղեկավարին, բանը Պեկի ղեկավարի այն տեղակալին, ով կուրացիա է արել այս բան ոլորտը, տվյալ վարչության պետի տեղակալին եւ տեսուչին։ Այլ ոչ թե գնաս կպնես բիզնեսմենին, տվյալ դեպքում Մայրապետյան բոզի տղուն, ասես գիտես ինչ, դու խախտում ես սարը 2006 թվին, ես գտել եմ 2024-ին, քեզ 11 միլիոն դոլար դու գնում եմ։ Մայրապետյանն էլ քեզ կասի, հələ մի հատ եկեք տակից վերցրեք։ Արդեն ստուգվել է, պրծել է, հաստատվել է, դու դրանով իրավունք չունես։ Եվս մեկ անգամ ստուգում անելու, բայց միջալոց այդ Մայրապետյանի ու այդ գլոբուս, մլոբուս, ջրաբեդ եւ այլն մի հատ բան եմ ուզում տեղադրեմ, որը աբսուրդի ուրա ժանրից է, նույն հարկ վճարողի հաշվառման համարը ունի նույնությամբ երկու ընկերություն, էդի նույնն է, ուրա մի րոպե գտնեմ սա, էդի նույնն է, ոնց որ երկու անձ ունենան միևնույն պասպորտի սերիան, որը որ աբսուրդի ժանրից է, ես ուզում եմ սա դնեմ, որպեսզի մեզ Պեկում լսողները, այսինքն բուն մասնագետները չասեն, Վարդան Ղուկասյան մուտիտ անելի, այտենց բան չի կարա լինի, տակնագրում եմ խնդրեմ, որ նույն հարկ վճարողի հաշվառման համարը ունենա երկու ՍՊԸ, գլոբուս ընկերությունը 00813-221 եւ ջրաբեշ ընկերությունը նորից 00813-221։ Այս էլ հարկային մարմինների աշխատանքը։ Հիմա ես այն որ ասում կարամ երթում ուտեմ ստորագրեմ ինքեր Աննա Վարդապետյան, որ դուք այդ 11 միլիոն դոլարը Մայրապետյանից չեք կարա ստանաք։ Պրոստը չեք կարա։ Նախ ուրա Մայրապետյանը, Դալիկո Դալոկա Անգել Մոլ։ Երկրորդը, նա ձեզ ինչի պիտի 11 միլիոն դոլար վճարի։ Այսինքն այս հերթական փոշին, թոզը, որ դուք ցպնում եք հասարակության քիթուբենին, Աննա Վարդապետյան։ Ես համարում եմ դա շատ սխալ։ Շատ։ Մյուսը, Աննա Վարդապետյանս այդ ոչ վեկալ է տուկանել է, հələ էտի բնը մի կողմ, գնացել է, հանդիպել է երեխաների հետ, գլխավոր դատախազը հանդիպել է աշակերտների հետ, լավ արի, հանդիպել է ու ինչ ասում է, աղբ մի լսեք, ասում է գլխավոր դատախազությունը, երեխաներից մեկը կապնվել է ինձ, ասում է,
Պարոն Ղուկասյան, Աննա Վարդապետյանը ասում է աղբ մի լսեք, ես ուզում եի ասեի դուք ի նկատի ունեք Նիկոլ Փաշինյանին, բայց ասում է ամանչեցի արտահայտվեմ, ասի իզուր բալիկ ջան, որովհետև աղբ այսօր, եթե որևիցե մի լրատվամիջոցով գնում է, դա ընկեր Աննա Վարդապետյան Նիկոլ Փաշինյանն է, ուրիշ աղբ մենք չունենք, եթերով Դա շատ լավ է, որ դուք լինելով գլխավոր դատախազ, արդեն հասկացել եք, որ Նիկոլ Փաշինյանը աղբա ցրծփում նամանավան TikTok-ով, կոմենտներն էլ փագում է, իմ նման sense բաց չի թողում։ Իսկ եթե մտածում, այտենց մծատում եւ մի տոկոս հավանականության վերցնենք, որ դուք Աննա Վարդապետյան, ի նկատի եք ունեցել Վարդան Ղուկասյանին, այտենց մի տոկոս, այտենց վեկալենք, էլի, չնայած այնտեղ նստած ոչ մի երեխա, էդի չել հասկացել, ասում եմ մենք ո՞ս կարեք մտածենք, որ ձեր վրով էր։ Ուրեմն մյուս ձեր հանդիպմանը, եթե կլինի հանդիպում էլի այտենց երեխաների հետ, ես հասկանում եմ խեք դուք վազել երեխեքի մոտ եւ խեն ձեզ ղրգել երեխաների մոտ, որովհետեւ ձեզ ուղարկել են որպես կին հետո այդ ուղարկել են, որովհետև Նիկոլը զգում է, որ եկող սերունդը ցրծփած ունի իա վրա եւ նախկինների վրա, դե ձեզ էլ ուղարկել են որպես բանը տարապյալ մայր, ով ունի մտավոր խնդիրներով հիվանդ երեխա, ես չգիտեմ, մարդիկ գիտեն թե չգիտեն, որ Տիկին Աննա Վարդապետյանի երեխան ունի մտավոր լուրջ թերություններ, եթե չեմ սխալվում, դաունա կամ DCP Եվ դրանով պայմանավորված Աննա Վարդապետյան գնաց է նստել է, ասում է աղբ մի լսեք։ Աննա Վարդապետյան, ես ուղղակի все-таки բանը երեխաներ են եղել եւ երեխաներ ունեք ես եթե լինեի այնտեղ նստած որպես երեխա դպրոցական ձեզ հարց կտայի։ Ասացեք խնդրեմ, Տիկին գլխավոր դատախազ։ Կարող եք տալ մեկ հանցագործի անուն ազգանուն կոռուպցիոների անունազգանուն, ում որ դուք դատապարտել եք։ Չէ՞ որ 2018 թվականին սաղ ազգը հելավ լսվավ փողոց Մերժի Սերժին կոչով, ուրա Սերժ Սարգսյանը, ուրա Ռոբերտ Քոչարյանը, ու ուրեն են հանրապետական բոլոր կուսակցական նախարարնի, դեպուտատնի եւ այլն, որոնք որ թալանել են Հայաստանի Հանրապետությունը։ Մարդ չկա դատված։ Երկրորդ։ Դուք ասեցիք, որ պատերազմը մենք պարտվանք, որովհետև մեզ դավաճանել են։ Զինվորականները դավաճանում են, գեներալները դավաճանում են, սա դավաճանում են։ Քանի դավաճան եք դատել, Տիկին գլխավոր դատախազ, ուրա։ Դուք խոսում եք, որ դուք պայքարում եք կոռուպցիայի դեմ։ Հələ մի հատ նայեք ձեր շուրջը ինչա կատարվում։ Նախկին ԿՊԱ-ականները, որոնք կոֆեի փող չունեին, այսօր բոլորը օլիգարխ են։ Վարդան Ղուկասյան կա, որը եթերով անընդհատ ամեն հաղորդմանը զանգահարում է ռազմական ոստիկանություն, գրությունները ղրգում զինվորական դատախազություն, ու ասում է, «Էս ինչի Սևշուն Բալեք Թուլեքը ազատված են պարտադիր զինվորական ծառայությունից լինելով առողջ»։ Ինչ եք արել դուք, գլխավոր դատախազություն։ Ինչի Տարոն Մարգարյանի երկու որդիների հետ կապված, այդպես երկուսն էլ հիվանդ էին։ Հա, Վովայի տղեն հիվանդ, Տարոնի տղեկը հիվանդ, Դոդի տղեն հիվանդ, Արշակի տղեն հիվանդ, այդ այն Վարդաձորինչ գրողուսև ցավեր 14 հոգեր, էլի լրացուցիչ երկու հատ էլ անազգան ուղարկին, էլի երկու աղբեր պլյուս հոլողպորտ տղա։ Այսինքն այդ սաղ հիվանդ են այդպես, ո՞ց հաստատվում Աննա Վարդապետյան։ Ալեն Սիմոնյանի տղեն ուրա Աննա Վարդապետյան։ Ինչ ոռատալի այդ բույվելը Օսլոյում։ Տատու հետ էլ նկարվել էր։ Նկարն էլ վեկալ է գցել ենք Telegram կանալ։ 18 տարեկան է։ Ինչի ազգային ժողովի նախագահի որդին հիմա բանակում չի։ Չէ՞ որ մենք պատերազմող բանապետություն ենք։ Տիկին Աննա Վարդապետյան, հələ բան վեկալ եք Իսրայելը, Իսրայելի նախագահի տղեն, Կնեսետի նախագահի տղեն, Ցախալի տղեն։ Ես բոլորի տղերքը հիմա ռազմական գոտում են, ծծնում են Պալեստինը։ Իսկ ուր են մեր քաղաքական դեմքերի լիզերների տղաները, հա? Աննա Վարդապետյան։ Բա ասում եք աղբ մի լսեք։ Հիմա բա այդ երեխաները ձեզ այդ հարցը պիտի տա թե չէ։
Դու գլխավոր դատախազություն, այն քոին զինվորական դատախազություն 47 օր զինվորը գտնվում է մարտական դիրքում առանց բաղնի, 47 օր դու կարաս չլողանաս, Աննա Վարդապետյան։ Իմ ասելուց հետո իմ միջանոց այդ երեխեքին իջացրեցին։ Այսինքն պիտի ես շլանգը վեկալեի, զինվորական դատախազի կնգա դլոն շլանգով լվանայ, որ մեջից կապրոն, կալգոտկա, պլասմաս, բինդ, տամպեքս, մամպեքս են ցրծփալեն գարթափեր դուրս, նոր զինվորական դատախազը վեկալեր զանգեր 4-րդ բանակային կորպուս կամ առաջին ծածներ, որ իշխանասարից այդ երեխեքին բանանեին, իջացնեին ցած, հիմա աղբե ես եմ թե դուք։ Ընկեր գլխավոր դատախազ 47 օր դա հանցագործություն է թե ոչ հարց եմ տալի ձեզ 47 օր մարդուն հանես թողես առանց բաղնիկ մարտական հերթապահություն կատարելու այն դեպքում որ այսօր լիքը այտենց հատուկ տեխնիկա կա շլանգա կցամես վեդրոյի մեջ դուշի նման ցրծպմավեն եւ զինվորը կարա լողանա իսկ դու տես բաներ չեք առա որովհետեւ ձեզ զինվոր պետք չի Դուք ձեզ պետք է միայն միլիցեք, որ ժողովրդին ճնշեն, վախցնեն, բռնեն, տանեն, ձեզ որ պետք չի որ երկիրը բայի։ Այդ միլիցեքին էլ ես ուզում եմ ցավակցեմ, որովհետև շատ քիչ մնաց, միլիցեքին էլ մնաց շատ քիչ։ Ընկեր Աննա Վարդապետյան, կամ կանի թուղթը դնեմ նոր։ Որ դու չասես, այդպես բան չկա։ Ուրա, հետո մեկ, հետո երկուս, մտում եք տելեգրամ կանալում, դու իրավաբան մարդ ես էլի, քո հետ պիտի խոսալ թուղթ ու թանակով, հետո մեկ, հետո երկու, ստեղ էլ գերենք տակը, գլխավոր, դատախազություն, Ոնց կասեր մեր հարևան Զոյան Սևքարին գրվես։ Այս ժամանակ որ երեխայի չի հասկանում, մարդ ասում եմ Սևքարին ինչ ա։ Ինչի՞ ինձ Սևքարին, խի սպիտակ չէ։ Հետո մի օր որ բանը գնաց, ինչ առիթ էր, գնացել էի, նու երեխա էի, նույնպես ստացեց որ գնացինք հոկտեմբերանի գերեզմանոց, դա առաջի անգամ իմ կյանքի մեջ։ Նո տեսա Սևքար, նոր հասկացա թե ինչ է նշանական Սևքարին գրվել։ Մորս էլ ասում եմ Զոյա տոտան որ ասում էր Սևքարին գրվել էսի էս, հա, այն խեղճ մերս է ֆրազասից բան արես, մտում տեղակ թե, ոչ եմ խոսալու էս անտերը։ Ինչևից է։ Ուրեմն նայենք գլխավոր դատախազության մակարդակը։ Բացում ենք գլխավոր դատախազության գնումների ցուցակը։ Խնդրեմ, ժողովուրդ ջան, մտեք Telegram կանալ, ես տեղադրեցի գնումների ցուցակ։ Ինչ է ձեռք բերել գլխավոր դատախազությունը հարկատուների հաշվին, օրինակ 99600 դրամով հարթուկ գլխավոր դատախազությունը հարկատուների հաշվին, որը ստանում է միլիոններ, ձեռք է բերել հարթուկ Հիմա ինձ հետաքրքիր է, տիկին Աննա Վարդապետյան, այս հարթուկը, որ գլխավոր դատախազությունը ձեռքաբեր է ինչի համար, ում շորը պիտի հարթուկվի, քո, դու տունը հարթուկ չունես, կամ մի հատ հարթուկ դու չունես, դու քո հետ բերես քո հանգստի սենյակում դնես, ատե այդքան լիքը դլոկան քեզ սպասարկող, ֆեկալեն հարթուկ են, կամ հուշանվեր շարֆեր, հուշանվեր Տես բանկա 179700 դրամի Քրիստիկ Շոկոլադապատ դեղցի չիր ընկույզով Հյուրասիրեք այսօրվա մեր հյուրերին Կոֆե լատեյով Նորից եմ կրկնում Շոկոլադապատ դեղցի չիր ընկույզով Խմեք կոֆեի հետ թե ոչ Ապա խորը մտացեք, ուզում են, գագո, արի գագո, դու շոկոլադապատ, դեղցի չիր, ընկույզով սիրում ես, գագո, սիրում է գագոն, ռուզիկ, ներս բերեք, դեղցի չիր, ընկույզով, շոկոլադապատ, ատենց բան կա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը
հարկատուների հաշվին առելա պլիտկայ շոկոլադապատ դեղցի ճիշ ընկույզով 8460 դրամ Սա ձեր գրած գնումների ցուցակն է ինքեր Աննա Վարդապետյան որտեղ նշված է ձեր նախասիրած շոկոլադը ես խոստանում եմ ձեզ վաղը գլխավոր դատախազություն ուղարկել շոկոլադապատ դեղցի ճիշ ընկույզով SAS սուպերմարկետից Ես պատրաստ եմ ամեն ամիս ձեզ դա առաքել Միայն թե պետք չի գնումներ կատարել հարկատուների հաշվին Ինձանից հետաքրքիր է այդ ձեր սիրտը չիրուզեց շոկոլադ Եվ այդտեղ մի հատ տղամարդ այս տհաճ մարդը դաժե չկար որ ձեր համար մի հատ պլիտկա առներ որ դուք դա ձեռք եք բերում հարկատուների հաշվին Բա հիմա եթե զինվորն էլ բաղնիկ է ուզում ընդամենը լողանալ Բա էդի ոնց անենք 47 օր օղորմի Վարդան Ղուկասյանի անցավորներին որ ծսցրեց զինվորական դատախազին սմենափոխը իշխանասարում եղավ 47 օր նորից եմ սա հանցագործությունը թե ոչ ինգեր գլխավոր դատախազ իհարկե բայց ամենա բանը գիտեք ինչ մի քիչ խորը ստացվեց մեր դիալոգը բայց սա պետք է գիտեք ձեր այսինքն ձեր էս հիմիկվա էս իշխանավորների եւ նախկինների տարբերությունը նորից պիտի հիշեմ Գասպարյան Վովա ինչու՞ չէ նաեւ Գագիկ Բեգլարյան եւ այլն Խաչատյան Գագո եւ մյուսներ Ուրեմն ես չեմ հիշում մի օր եմ ասում լավին լավ վատին վատ Ես չեմ կարա հիշեմ մի օր որ նախ ռազմական ոստիկանության օպեր ենք եղել մենք ինչ որ մի բան ստանայինք պետությունից մեր աթոռները մեր սեղանները մեր կաբինետի գույքը մեր կաբինետի ռեմոնտը սա արել ենք մենք մեր միջոցներով բանայից ոչ մի կոպեկ Են սա ռազմական ոստիկանության տարածքը տեն սիրուն, կամուֆլաժ, գծեր, ուրենիներ, բարդիներ, այդենց արձանի, քանդակնի լրիվ արվելա կոռուպցիայով Այսինքն դրվելա սրա վզին, դրվելա նրա վզին, բերել են, արել են Օրինակ են կրիսիկ կար Ցեզար Պալասի, դրա պապայի վզին դրին փողը, բերեց այդ ռազմականի պատերը ներկեց Կոռուպցիա էր դա Պետության ջեբին չեն կպե Գասպարյան Վովան կյանքում պետական ավտո չի քշե Եղելա իա յաշիկը, որը ինքը առել է կոռուպցիայով Գասպարյան Վովան կյանքում պետության հաշվին կաբինետ, աթոռ, հարթուկ բանբաներ կա արշակ բեր, արշակ տալ Եղելա նարկոտիկով, եղելա կոռուպցիայով, եղելա բանով այդ ամեն ինչով Բա Էտա եղե նախկիների եւ ձեր տարբերությունը Հիմա կասեն բա լավ չի մենք պետությունից ենք անեմ Ոչ լավ չի ասեմ ինչի Որովհետեւ դուք համ թալանում եք այսինքն կոռուպցիան կա Վառօրինակ էս բանակից ազատվածների հսկայական քանակը որը ավելի շատ է քան գործող զինված ուժերը Այսինքն դուք համ ըտուց եք լափը Համ էլ այդ լափասի չեք ուզում $100 տակ ձեր համար հարթուկ առնեք պետությունից եք առնը Համատից եք լափը Համ չեք ուզում ձեր համար 10,000 դրամ տակ շոկոլադապատ դեղցի ճիշ ընկույզով առնեք կտրեք կոֆեի հետ խմեք չէ Էդ էլ պիտի պետության հաշվին լի Հիմա ինձ հետաքրքիր է Ձեր մայկա, տրուսիկ, լիպչիկ, տամպաքս, մանիկյուր, պեդիկյուր դա էլ է պետության հաշվին Անից ինձ հետա Ես մյուս չեմ զարմանակ եթե բացեք տնենք որ գլխավոր դատախազությունը կրծքալա առել պետության հաշվին Սիսի կրծքալներ Եվ վերջի վերջո ինգեր Աննա Վարդապետյան Եթե մենք խոսում ենք աղբից Տիգրան Առաքելյան Ձեր ամուսնու ընկերնա մինչև հիմա Տիգրան Առաքելյանը խոշտանգվել է Արգիշ Չարամյանի կողմից անձամբ զուտ նրա համար որ ձեր ամուսնու ընկերն է
Եվ պարտադրել են, տոկի են տվել, ծեծել են, կոշիկը կոխել են, բերանը, դուք մանրամասն ծանոթ եք այդ ցուսմունքներին, որ ինքը մի բառ գրի, որ դուք ձեր ամուսնու միջոցով ինֆորմացիա եք տվել իյան, ինքն էլ փոխանցել է ինձ, չնայած նախաքննական մարմինը չի գտել մի հատ կետ, որով որ Տիգրան Առաքելյանը տար փոխանցած ըլնի ինձ։ Գոնե մի հատ նշան, չկա։ Մարդը խոշտանգվել է ձեր հետույքը պահելու համար։ Արման Մկրտումյանը, Անդրանիկ Արմանդարյանը խոշտանգվել են Աբազի հետույքը պահելու համար, որ այն մարդիկ չգիտեին, ինչ գրեն, ասում է, գրի որ Աբազը այն ասում է, բայց ինչ գրեմ, թելադրեմ գրեմ։ Եվ այսօր ձեր այդ գերազանցություն գլխավոր դատախազությունը շարունակում է այդ մարդկանց պահել բերթելու։ Ուր է ձեր օբյեկտիվությունը, ընկեր Աննա Վարդապետյան։ Տիգրան Առաքելյան չէր։ Մի հատ ես չեմ կասկածում այդ տղու մտավոր ունակությունների վրա։ Մի հատ անենց շալադրություն գրեր։ Մի հատ անենց դեզինֆորմացիա տար թղթին, որ արգիշտս վեկալեր վազեր մտներ քո այդ շիզոֆրենիկ Նիկոլի մոտ ու հելտենամ այդ Նիկոլը ինչ էր անելու ձեզ։ Որ այսօր դուք չգնաք նստեք աշակերտների հետ, խոսեք եւ խոսեք աղբից։ Ամենամեծ աղբը եթերով տարածում եք դուք։ Գլխավոր դատախազությունը ձեզ գովաբանելի Նիկոլ Փաշինյանով։ Հասկանալի է։ Սա իմ վերջին նախազգուշացումն է ձեզ, տիկին Աննա Վարդապետյան։ Ամենավերջի մարդուն էլ հայտնի է, թե ինչ է այսքան ժամանակ, ես ձեզ ոչ մի բառ չեմ ասել։ Ոչ մի թթու բառ, բայց արդեն դուք մոտ եք կարմիր գծին։ Ապրեք հետնահանջ։ Եվ հարթուկ մայկատրուսիկ առեք ձեր աշխատավարձի հաշվին, այլ ոչ թե հարկատուների։ Ու բավական է դեզինֆորմացիա տարածեք սրան տուգանինք, նրան տուգանինք։ Իսկ այդ տուգանքները կմնան թղթի վրա։ Շարունակ իմիջալոց, հատուկ ձեզ համար, գլխավոր դատախազություն։ Battery 100%. Connected to Galaxy S22 Ultra. Ուրա։ Աղբ։ Ռազմական ոստիկանություն Մայոր Եսայան։ Մայոր Եսայան, բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Դուք արդեն ճանաչեցիք Մայոր Ղուկասյանն է։ Լավ։ Ես ձեզ մաղթում եմ բարի ծառայություն, խնդրում եմ վերցրեք ձեր առջև դրված թուղթու գրիչը եւ գրեք հետեւյալ անուն ազգանունները։ Թող մեզ նաեւ լսի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Բաղդասարյան Ալեքս Հովանեսի։ Բաղդասարյան Ալեքս Հովանեսի, ծնված 02-10-2005 թվական։ Ամենայն հավանականությամբ Շահումյանի զինկոմիսարիատ, բայց բանը Երևանն է, ուրեմն ինքը Մակկոֆեի տիրոջ Սերյանի թոռն է։ Դուք խմում եք Մակկոֆե։ Պատահում է։ Ահա, այդ Մակկոֆեի տիրոջ թոռն է։ Սերյանի թոռը։ Այո։ Սերյանի թոռնը ազատված է կեղծ հիվանդությամբ ավելի շուտ պարտադիր զինվորական ծառայությունից։ Հաջորդը երկու եղբայր, երկուսն էլ փաստորեն հիվանդ են։ Մաքսիմ Մարատի Գրիգորյան, ծնված 04-11-94 թիվ, եւ Էդմոն Մարատի Գրիգորյան, երկու աղբեր, երկուսն էլ հիվանդ, այտենց էլ է պատահան փաստորեն, Աստված անողոք է գտնվել, 02-02-97 թիվ, երկու եղբայրն էլ բնակվում են Քաղաք Աբովյան Նաիրյան փողոց, 2, բնակարան 28։
երկու շենք 28 բնակարան։ Ներքևը փակագծերի մեջ գրեք նախկին Աբովյան քերակատարողական հիմնարկի պետի տղեկն են։ Պապան Բերթի պետայեղե կնանիքի դլոներով ընդեղ չգիտեմ ինչ արևոց արե փողերը տվե ազատելա։ Զինվորական դատախազությունը թույմանա։ Իանդրելա Էշիտեղ, դալշև 4-ը Մամիկոն Արշակի Գրիգորյան 1807-94 թիվ։ Նորից եմ կրկնում Մամիկոն Արշակի Գրիգորյան 18 հուլիսի 94 թիվ։ Հասեն Քաղաք Աբովյան Ռուսիայի փողոց 12 շենք 16 բնակարան։ Ստեղ Աբովյան փողոց 12 շենք 16 բնակարան։ Մեզ տեղ ուղում են, ասում են, որ օնժե, այսինքն հենց այս երիտասարդը հանդիսանում է հանցագործ աշխարհում հայտնի Չախ Աշոտիկի տղա։ Ով ասա ես չգիտեմ։ Բանը Աբովյան քանի որ ես վերջի 1 2 3 3-ը Աբովյանի տարածքային զինկոմիսարիատով են ազատված։ Մեզ նաև տեղեկացրել են, որ Աբովյանի տարածքային զինկոմիսարիատում գործ անողների անուն ազգանուններ, այսինքն աշխատողների, ովքեր են ազատում։ Հայկ Դավթյան, ինչ որ ոմն, այս օպերգծով տեղակալի համար է։ Ոմն Անդո եւ իհարկե Կուրղինյան Բաբկեն։ Ես չգիտեմ ով է Կուրղինյան Բաբկենը Աբովյանի զինկոմիսարիատից, նաև դրանք։ Խնդրում եմ այդ ցուցակի մեջ ավելացրեք եւս 2 հոգու, որոնք երկու աղբեր են, երկուսն էլ ազատված են պարտադիր զինվորական ծառայությունից։ Մանուկյան Արթուր եւ Մանուկյան Սպարտակ։ Արայիկի երկուսն էլ Մանուկյան Արթուր, Մանուկյան Սպարտակ։ Արայիկի Գյուղ Վարդաձոր, Գեղարքունիքի մարզ։ Այս այն գյուղն է, որտեղից 14 հոգի ազատված էին, բոլորը զույգ աղբերներով, այս էլ դարավ 16։ Այսինքն գյուղը ով ունի 2 տղա, սա ազատված են։ Գումարած Հակոբյան Վաչագան Արտուշի, քաղաք Գյումրի, Օթանավակայան, փողոցի վրա ինքը մնում 22-23 տարեկան։ Մնացածը, ահա, եւ մի հատ էլ մեծահարուստնի Ղազարյան Վիգեն Վահեի։ Սա էլ Toyota-ի տնօրենի տղեն է, այդ մեր դեմի մայթը որ կա, Toyota սերվիզը Ռոբերտ Քոչարյանի։ Դրա տնօրենի տղեն է Ղազարյան Վիգեն Վահեի։ Հայրը Toyota-ի տնօրեն։ Մի հատ էլ անազգանուն գրեք, ստեղ լիքնամ։ Եմ որ ասում եմ չեմ բագատից եմ ռադե։ Շեյբեկյան Խորեն, Շեյբեկյան Հայկ։ Շեյբեկյան Խորեն, Շեյբեկյան Հայկ Ստեփանի։ Նորից 2 աղբեր։ Քաղաք Երևան, ծննդյան թվերը մեզ չեն տվել։ Մի հատ էլ գրեք։ Նվեր Քաջիկի Եղազարյան։ Նվեր Քաջիկի Եղազարյան, ծնված 20.09.90 թիվ, Արտաշատ, $20,000, դաժե թվի գումարի չապն են գրեգրգե։ 20.09.90 թիվ։ 90 քաղաք որ ասես։ Արտաշատի զինկոմիսարիատնա։ Արտաշատ։ Այո։ Այսքանը բավական է։ Ես ես հոգնասրեցի բարի ծառայություն, չնայած մեր մոտ լիքն է։ Եղավ, հաջողություն ձեզ։ Շնորհակալ եմ։ Call ended. Աննա Վարդապետյան, պատկերդ 1 Եմ ասում եմ խչոն 1 Վաչոն 2 Հայ միջալուս նայեք Սա աղբրտիկ են Էդիկի տղեկը, Ռուդոյի տղեկը, Ալիկի տղեկը, Արմենակի տղեկը
Թեքը մենք ստե ամենակի աղբոր տղեկը տենում ես ռուզո, մամիկոն, էձիք, այսինքն այս սրանք է մնացածը սաղ աղբրտիկ են։ Թեքը մենք էսյան, ստենայի, Այսքան մարդա զինվորական դատախազդ ազատ է պարտադիր զինվորական ու հենց ցուցակը կա, հենց այդ կան է մարտակրե։ Բա ասիր մի հատ հարթ օկտոբեր էր քեզի։ Կամ շարֆ, ոչ թե համ պետությունից եք լափեմ։ Համ ազատվածներից եք լափեմ։ Ձեր ու նախկիների տարբերությունը։ Նրանք գոնե կոռուպցիայով անում էին, պետությունից չէին լափեմ։ Կոռուպցիայով էր գերովան ասում, այս առակեն։ Բա դուք համեն եք անում։ Դրա համար էլ այսօր մարդ հնգած քարոզում է։ Որ պիտի հանձնվենք, մենք բանակ չունենք։ Է բանակ որտեղից ունենաս։ Բանակի մորը ծծրել ես։ Բոզի տղա։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր։ Ինձ արդեն սկսել են ուղարկել երիտասարդների նկարներ, այն օրը մի եկին ուղարկել էին Raz Woman, ինչա ռազմիկ էր մի րոպե։ Նիվարքան։ Այս օրինակ, այս Համլետ Ստեփանյան, նայեք, մալ, լրիվ մալ, բայց ինքը հիվանդ է։ Ինքը ազատվել է պարտադիր զինվորական ծառայություն։ Հələ սրա մուսկուլնին նայի, բայց ինքը հիվանդ է։ Ու գնում է կաչայի տալը, որ ինքը տղամարդ է, բայց ավտոմատ բանակ ֆորմատենում են, վազը մտնում են ցակը։ Կամ էս մեկը, ուր է էս մեկը։ Մի րոպե, ստեղ չգիտեմ, չեմ գտնում, ինչի չեմ գտնում, չգիտեմ։ Էս էլ հա, տեղադրել էինք, ուրա։ Հելավ, հասավ եսի մուշ։ Վայ։ Հա, էս էցի, այսի։ Էլի բան, մուսկուլնի, ասում է ես ծառայել եմ։ Լավ, ջանտամ գյուր, խորացած ասենք նայեցինք, որ բանը ընգելա սպորտ ռոդ, բնականաբար 2 տարվա մեջ կարող ընդամենը 30 օր մնացածը լինի բանը զորամասում, երկու հատ էլ նկար էին ղրգեից բանով մուշլատով, մթոմյանք զինվոր են եղել։ Հելեսի 4 թիմ, էլի ինչ որ միտեղ հելե գնացել է, իան զորամասի մեջ ֆրացե եկել է։ Հիմա էսը Ալեն Սիմոնյան, այս գոզալ մերդ, որ ես բույվը տղուտ նկարվե ու հետը դրել է, տորտնել բնկողը, գնացի հասել է էսի Օսլո, էս լենքը, հիմա հետաքրքիր է, սրան քոտեղ են գնալու է բանակ, ինք արդեն 10 տարեկանը թմել է, ինչի ազգային ժողովի նախագահի ետիմը բանակում չի, չէ որ դուք հանեցիք է տարեկետման իրավունքը, բխտրեմ, հիմա բանը Ալեն Սիմոնյանի մայրը ուզում է իա թորանը սենց գրգի Օսլոներում նկարվի, բա են զովածների ծնողները չեն ուզեմ իանց երեխեքին գրգեն ու նկարվեն, որ դե գրգեն նկարվեն, Եռաբանուրում, այսինքն հայրենիքը չունե որ խավի համար է, ունե որ խաղը պիտի գնա Օսլոները որտա, իսկ ես մուսկուլնի, որ կաչայի տենանեմ ու կծմեն հիստերի հատ հանելու եմ, հատ, այդ ինստագրամ, ֆեյսբուկ, հատ հանեմ եմ, ասում էլ տեսեք ես բիցեպս, տրիցեպսը, կուբիկները, որ զարգսել ու կծելա, այդ արտակինից, այդ այսպես ասած 300 սպարտանցվի մարմին ունեցող ետիմը ներքուստ ինչա ցույա ներքուստ տենեմ ես որ խրի գլոխա ավտոմատ բռնելու ձևը չգիտի բայց ինքը մուսկուլնի ակցեմ տրինաժորնի զալերն այդեմ Երևանյան հիվանդա գրիժա ունի արգանդիկ հաղցքեղ ունի ուսավ ազատված է բայց մուսկուլնի են պարապացնեմ Ես մի բան գիտեմ,
որ 37 թվին երնեք եք տալու։ Ես էդի հաստատ գիտեմ։ Եվ այդ օրը գալու է։ Գալու է մի օր, որ բոլոր որցեղենները մտնելու են պատշտիկ։ Ես իհարկե մտադրված չեմ, որ իմ ազգի երիտասարդությանը ես տանեմ լցեմ առաջնագից եւ կոտորեն։ Բնավ։ Բնավ ես դրա ցանկությունը չունեմ։ Առաջնագծում ամենավտանգավոր, կյանքի համար խիստ վտանգավոր հատվածներում Հայաստանի Հանրապետությունը ունի լիքը գումար, ունի լիքը բյուջե, առաջնագիծ բերի լցի պայմանագրային օտարերկրյա վարձկանների։ Դա ես ունեմ։ Հայաստանի Հանրապետությունը դրա համար լիքը փող ունի։ Եթե մենք կարող ենք 6 միլիոն դոլար սարցնենք գցենք մի կողմ ընկեր Սնոպ Դոգի համերգին ու չգիտեմ ինչի համար, ապա մենք կարող ենք ունենալ 600 միլիոն դոլար կամ միլիարդներ առաջնագիծ բերել եւ լցել նայովնիկներով։ Ինաստրաննի լեգիոն, ոնց որ ունի Ֆրանսիան։ Երկրորդ, երրորդ գծերը այ կլինեն այս տրինաժորնի զալերում կաչայցա ըլնող մուսկուլավորները։ Որոնքյանց մուսկուլները որ տենց դզն փչում են, պիտի հասկանան, որ այդ մուսկուլները դզել փչելու տեղը պիտի գնալ առաջնագիծը դզել փչել։ Ասենք առաջ։ Բաղդասարյան Սամո 4-րդ կորպուսի հրամանատար։ Ուրեմն, էս էլ իա հերթին մի բոզի տղություն անում, մթոմ շատ մարդ ունենք, որ բարձանան դիրքեր, հիմա էլ դիրքեր կան անձինք, որոնք ուզում են բարձանան դիրքեր, ասում չէ, պիտի բերեք աշխարհազորային պայմանագիր, որի հիման վրա դուք իրավունք ունեք բարձանալ դիրքեր, այսինքն մարդ ով ուզում է հլնի post, մի հատ էլ պիտի գնա աշխարհազորային պայմանագիր կնքել տա ՊՆ-ի հետ, հաղապետարանի հետ, եսի ինչի հետ, գա, որ նոր է ջոկատի հետ միասին իան թույլ տան բարձանան դիրքեր։ Բա մարդ չասի Բաղդասարյան Սամո աշխարհազորը կնգած ծածացնի։ Դու մարտական դիրքերում մարդ շունես, որ սմենա փոխանես։ Մարդն էլ եկել են, ջոկատներով եկել են, դու թողում ես ըտե, ասում ես չէ, գնացեք, հատ, պայմանա, այս օրենքը կար 2 տարի առաջ, հետո տեսան չէ, սա անասունությունը, Նիկոլի երթական բոզի տղություններն չեղարկեցին։ Ոչ մի կորպուսում սենց բան չկա, բացի 4-րդ բանակային կորպուսից։ Հիմա պիտի այդ խեղճ մարդը, այդ խեղճ նայովնիկները հետ դառնան ընկնեն թաղապետարան, մաղապետարան, պաշտպանության նախարարություն, թուղ, թանակ, բտիկ, գրեն, ջնջեն, ստորագրեն, որ իրենց թույլ տան, որ իրենք բարձանան Հայաստանի Հանրապետության պետական սահմանը պահելու։ Դուք տենում եք ինչեր են սրանք անում։ Այս բոզի տղեկը։ Եթե Բաղդասարյան Սամո դու այս վաղվանից սկսած նորից պահանջել ես աշխարհազորային պայմանագիր, ես քո կնգան, քո բալեքին տնով տեղով կծսցնեմ։ Ինչքան աշխարհազոր կա, սաղ կնգա ծսցնելու են բոզի տղա։ Կնա չգիտեմ էսբեր, էմբեր։ Անցնենք առաջ։ Ուրա թուղթը դնենք նոր։ Ուրա այդ թուղթը մենք սիրում ենք, չէ՞։ Թուղթը բտիկով էսի մեկ։ Դու չես, այդպես բան չկա, էդի սուտա։ Էսի երկուս։ Մտնում ենք Telegram, բացում ենք։ Վայ։ Էսի մեկ, էսի երկուս։ Հը։ Բանը, գրեմ դնեմ հերիք։ Ահա։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Ես չտրեցի։ Այո։ Պաշտպանության նախարարությունը
Գնման ժամանակացույց 30 օրացուցային գրաֆիկ գրել է 2004 թվականի ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև 30-11-2024 թիվ, այսինքն այս տարվա նոյեմբերի 31-ը, աշխատանքների իրականացման առավելագույն գումար 300 միլիոն դրամ դուրս է գրել բառը մի րոպե ցիվիլ ասեմ, որ ոչ մեկ չնեղանա։ Գնման առարկա է հանդիսանում ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար գերեզմանատների կառուցման աշխատանքների ձեռքբերումը, այսուհետև նաև աշխատանքներ, որը խմբավորվելու է առաջին չափաբաժնում։ Այսինքն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը 300 միլիոն դրամ դուրս է գրել, որպեսզի կառուցի արագի մեջ գերեզմանատներ, այսինքն նոր գերեզմանոց, նոր զոհերի համար, որոնք որ այս իշխանությունը պատրաստվում է մատաղանել Ադրբեջանին, վերջում էլ հողերը հանձնելուց հետո, ասի բա տեսեք, ես որ ասում էի պիտի հողերը հանձնենք, թե չէ պատերազմա լինելու, տեսակ, կռիվ էիք ուզում, կռիվ եղավ, այսքան մարդ մեռավ, դուք էիք լսում, հողերը հանձնենք, Աննա Բոլեին ագարկեն, նորից կլինի կասի, զոհվեցին հանուն ոչնչի, մեկ ուրիշ բոզի տղա Անդրանիկ Քոչարյանի նման, ոչ եմ կլինի կասի, դե պատերազմ էր պարտվեցինք, մեկ էդ էիք ուզում, խնդրեմ, 300 միլիոն դրամ արդեն դուրս են գրել, որպեսզի մեր երիտասարդների համար, մեր ազգի արուզավակների ևս ունենանք հերթական գերեզմանոցը, որտեղ որ կգնան մայրեր եւ կասեն երեխուս կորցրի, քեզ կտա։ Էդ էլ կնկարեն կդնեն, կասեն տեսեք Նիկոլ Աստված, հողերը հանձնումա, սերունդը վարիա տալի, նարկոտիկով պարտվողական պատերազմով եւ այլն, խնդրեմ, ինքը մեր Աստվածն է։ Հիմա նայեք, քանի որ այսօրվա թեման վերաբերվում է ամբողջովին, այսպես ասած, այս մեր վերջնամասը պատերազմին եւ այլն։ Նայեք, հիմա հերթով կանք։ 44 օրյա պատերազմ։ Անողոք պատերազմ։ Հայ զինվորը մենակով էր, ոչ թե միայն 3 պետությունների դեմ, Թուրքիա, Ադրբեջան, Պակիստան, Իսրայելի սպառազինություն եւ այլն, այլ նաեւ մենակով էր ներքին թշնամու դեմ, որը այստեղ հանդես էր գալիս Ղարաբաղի իշխանությունները, այս իշխանությունների հետ միասին։ 44 օրյա պատերազմի ժամանակ Ղարաբաղի զինված ուժերը մի հատ սնարյադ չգցեցին Ադրբեջանի գազատար, նավթատար խողովակների վրա, մի հատ։ Եկա, ինչ էր են, Իսկանդեր, կամ տոչկը ու, դրին խպին տուդա սուդա, բայց գազատարին չխպին։ Ես չեմ կարա պատկերացնեմ մի պատերազմ, որի ժամանակ դու չփորձես վնասես հակառակորդին թիվ մեկ գումար բերող ստրատեգիական օրգանը։ Ես չգիտեմ տես պատերազմ։ Ես ռազմական ինստիտուտ չեմ ավարտել, բայց եթե ես պաշտպանության նախարար եմ, անգրագետ նախարար եմ, ու ես կռվում եմ մի պետության հետ, որը ագրեսիա է ցուցաբերել, հարձակվել է ին վրա, ինչի ես պիտի խփեմ առաջինը։ Գազատար, նավթատար։ Ոչ, չխփեցին։ Էդի տենց ծախին գնաց։ Վարի տվին, զորքին տանեմ կայնացնում էին դաշտի մեջ, ասում էին սպասեք, հեսա գալիս են, առանց օֆիցեր, առանց բան։ Բայրակտարն անցնում տենը մեջ, բաց դաշտի մեջ, կապուտ ֆորմեկով միլիցեքը կանգնած, թքում էր վրեկը գմպտում էր, էթա մեր, սո մեռան, անտեղ էլ բան մնացին։ Են որ այս պատերազմը ծախու էր, մենք դրա մասին չենք վիճում։ Հիմա 44 օրյայից հետո հանձնեին Ղարաբաղն էլ տվին եւ այլն, այս ուր են բոզի տղեն։ Ռուբեն Վարդանյան եւ այլն սաղին հանձնեին, դեկալան տարան Բաքու։ Ով Ռուբեն Վարդանյանին եւ նախագահներին կալանավորեց հանձնեց ադրբեջանցիներին, Ռուսաստան։ Հիմա, քանի որ գնաց Ռուբեն Վարդանյանից, Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Նոբելյան մրցանակի։
մի պա 44-րան թողենք մի կողմ։ Ինչ ասում հեղինակավոր անձանց կողմից։ Ովքեր են այդ հեղինակավոր անձինք։ Ինչ Նոբելյան մրցանակ։ Ում ենք տալի, այսինքն ում կողմից առաջադրված, ես ինչա խոսում, Ռուբեն Վարդանյան, Նոբելյան բանկիրը հայրենասեր։ Ես դες բանկիր չգիտեմ, որը հայրենասեր է։ Հիմա հայտարարել են, որ Ռուբեն Վարդանյանի Ամերիա բանկը վաճառվել է վրացիկ առան, իբր թե վրացիկ են։ Բայց հիմա սկսեցինք փորել, բանից պարզավ այդ վրացին Կախաբեր Կիկնավելիձե, ու այդ բոզդղու նկարը։ Մի րոպե, հաստեղ է։ Մի վարքյան, եկեք մենք հիմքով խոսանք էլի, համ ասեմ, համ դնեմ, հետո մենք հետ կգանք մեր 44 օրյային եւ այլն։ Ահա, սա մեկ, սա երկուս, դնենք մի հատ տելեգրամ, որ մեր ժողովուրդը դա էլ հասկանա, սա մեկ, սա երկուս, դա կգրեմ, խնդրեմ բառը Ռուբեն Վարդանյան, թեման հասկանալու համար։ Ահա, ուրեմն իբր թե Ամերիա բանկը առելա էս Կախաբեր Կիկնավելիձե, please, էս երևույթը 8 տարի շարունակ եղել է Ռուբեն Վարդանյանի աշխատողը, որը որ հիմա իբր թե վրացական բանկն է առել, իդոկում ոչ մեկ չառել, դա նորից շարունակում է մնալ Ռուբեն Վարդանյանի սեփականությունը։ Ուրեմն Ռուբեն Վարդանյանը, հենց բոզի տղունայի, 31 դեկտեմբեր 2021 թվին իա շենքը Ամերիա բանկի իբր թե վաճառել է Գևորգ Նալբանդյանին, թուղթը դրած է։ Գևորգ Նալբանդյանն էլ հանդիսանում է Sweden citizen։ Հիմա մի բան հասկանանք, Ռուբեն Վարդանյան Ամերիա բանկ, դա մենակ կատլավանի վրա ծախսել է $1 միլիոն։ Այդ այն բանկն է, որի բանվորների փողը Ռուբեն Վարդանյանը չէր տվել։ Ռուբեն Վարդանյանը իա շենքը, այդ Ամերիա բանկի գլխամասը, վեկալմա վաճառում է ինչ որ Գևորգ Նալբանդյանի, ու սկսում է դրա դիմաց ամիսը 140 միլիոն դրամ էլ վարձ վճարել Գևորգ Նալբանդյանին, Sweden citizen։ Ոչ մի լոգիկա չկա, մարդ իա շենքը ծախի ուրիշին, շարունակի նստել այդ շենքի մեջ ու ամիսն էլ 140 միլիոն դրամ էլ փող տա այդ շենքի վարձ։ Այն դեպքում, երբ որ Գևորգ Նալբանդյանն էլ ոչ ավել ոչ պակաս մի հատ գանդոն է, ով ծխախոտի մագնատ է ու ում ծխախոտները վաճառվում են Ադրբեջանում։ Ինչ հետաքրքիր բան է ստացվել։ Կարող եք ցույց տալ մի հատ հայ, ով է ապրանքը ծախի Ադրբեջանում։ Բայց Գևորգ Նալբանդյանի մոտ 12% ծխախոտային մագնատը իա սիգարետները վաճառվում են Ադրբեջանում։ Եվ հիմա ոչ ավել ոչ պակաս այդ նույն մարդն էլ հանդիսանում է Ամերիա բանկի շենքի սեփականատերը այդ Շվեդենը, ում որ Ռուբեն Վարդանյանը ամիսը 140 միլիոն դրամ փողատալը 31/12/2021 թվից։ Հələ սրանց բոզի տղության մախինացիաները ու այս ղախպի տղեն Նոբելյան մրցանակի որպես էտա մի հատ բարերար մարդասեր մարդ։ Հիմա այդ բարերար մարդասեր մարդը, որը որ Տանզանիա, Ալժիր, Չադ, Նիգերիա, Անգոլա, Աֆրիկյան երկրների Սոմալի, էտա սևամորտներին ա կոքնա, ընդե ջուրակը քաշա, եսի մի չականա, բա մեկը չկա ասի, բա Ռուբեն Վարդանյան, հələ մի հատ մտնենք հարկադիր կատարման սայթ, ու հələ տենանք Ամերիա բանկը, քանի Հայաստանի Հանրապետության քաղաքացուя կողե հարկադիրի տակ ու ծսնամա գույքը, սեփականությունը, աշխարհ գույքը, շարժական գույքը, ավտոները ձեռից խլմա, որ իա փողը չեն տվել։ Բայց այդ նույն մարդն, ով հայ ձեռից տունա խլեմ, հայ ձեռից ավտոյա խլեմ, տելևիզորա խլեմ, խալաձենիգա խլեմ, հանում շպրտմա դուրս, որ դու Ամերիա բանկի փողը չես տվել, էտա բարերարությունը կենա, Սոմալի, Չադ,
Նիգեր, Տանզանիա, ուլուլուլու, այդ հնդիկներին գնեմ ջուրա տանեմ ձրի։ Եսի ինչերա Ավրորա մրցանակաբաշխություն։ Ավրորա նավի վրեն ծսնեն ընտանիքի տեն պուշկի համազասպիտակ սախ բոլշևիկները Ուլյանով Լենինի ղեկավարությամբ բոզի տղեկ Նոբելյան մրցանակա ում մի մարդու դու լսած բոզի տղության ասճանը նայի Արցախի համար ասում է եկա բան արե ինչ արե այդ բոզի տղեն դաժե կաբինետի մեբելը դուրս բերեց նույն Արցախի համար ես չեմ կարա միլիոների մեջ այդ ունենալով 4 նախագահ իանքյանց խոդով հանձնվաղ ռուսերն եկան վեկալը տրանտվին Ադրբեջան հիմա էլ հաղորդում են նկարահանը ընկեր Բաքուն Արայիկ Հարությունյանը խոսնեմ բայց եթեր չի տալը Ինչ է տակրքիրա։ Հիմա, էտա եվրոպացիք, չգիտեմ, ինգեր եվրոպացիներ։ Դուք խելքով մարդիկ, ես անգլերեն չգինամ, ես անգլերեն չկանամ ձեզ բացատրեմ, բայց ես հայերենա կբացատրեմ, ձեր թարգմանիչը թող ձեզ թարգմանեն։ Գործուն ունի Մոսկով։ Մոսկով Վլադիմիր Պուտին, տանել չի կարամ ընկեր Նիկոլ Փաշինյան։ Հակառուսական բոզի տղայա։ Բայց ոչ մի ձև ընկեր Պուտինն չի գտնում ձև Նիկոլ Փաշինյանին ծսնելու ով Պուտին այն Պուտին որ սամալոտ օթի մեջ գմփսրին ասինյանի տրակով այն Լեհաստանի նախագահին տարակողին ատարի մեջ թաղին ասին մարախույեր բայց Նիկոլին ով հոկտեմբերի 27 արեց Հայաստանի Հանրապետությունում բայց Նիկոլ Փաշինյանին ոչ մի ձև չեն կարող նակազատանեն ակպես ինքը հակառուսական դրվածք ունի բայց իան չեն կարող նակազատանեն սենց ուցալը հիմա անգեր եվրոպացիներ Արցախի այդ սախ նախագաներին Բակո, Արկադի, Արայիկ, նաև ձեր գյոթին Ռուբեն Վարդանյան դուք լինելով իրենց ջերմ բարեկամը նամալավանդ Արկադի Վարդանյանի այդ սախ Ղարաբաղը Պուտինի նկարը խփել էր էտա ձեդո բաբոյով, տորթով, մորթով ձեզ դիմավորում էին Весь Нагорный Карабах любил Российскую Федерацию и президента России товарища Путина. Но этих людей, которые так сильно любили товарища Путина, российские военные взяли кулик и передали азербайджанцам. Возьмите, унесите. Непонятно. Абсолютно непонятно. Хима, теперь. Азербайджан снял фильм, где Арайик Харутюнян рассказывает о коррупционных схемах Никола Пашиняна, о предательствах Никола Пашиняна. Рассказывает, что сделала первая леди Армении Анна Болейн в бункерах Нагорного Карабаха. Минет! И это видео до сих пор эфир не идет, несмотря на то, что азербайджанское телевидение поставило рекламный ролик, что в этот день, в этот момент мы это поставляем эфир. Но почему-то Азербайджан не поставил. Теперь, неужели Российская Федерация не может взять трубку, желтую трубку, позвонить президенту Алиеву и сказать, мальчик мой, черноглазый, передай, пожалуйста, это интервью нам. Российское общественное телевидение ОРТ хочет это показать. И Азербайджан скажет нет. Конечно же нет. Азербайджан передаст этот прекрасный ролик, интервью, видеоматериал России. Так в чем причина, многоуважаемый Владимир Владимирович, что вы не показываете это интервью, которое полностью открывает истину для армянского народа, каков был Никол Пашинян во время 44-дневной войны? Если вам так сильно не угоден Никол Пашинян. Вот это не могу понять. Это же ядерное оружие в руках российской пропаганды. Там все четко и открыто рассказывают, что там сделала первая леди Армении. О каких коррупционных схемах идет речь, рассказывает Арайик Харутюнян. Что
приказал Никол Пашинян, что сдать, что бомбить, как мы бомбили наших солдат. По приказу Никола Пашиняна. То есть по приказу Арика Харутюна, который пришел сверху. Почему вы это не показываете? Почему вы это не показываете, чтобы народ вышел на улицу и стер с лица земли вашего любимчика Никола Пашиняна, который очень мастерски играл роль до 5 апреля, что он антироссийский политический деятель, но он полностью под контролем Кремля. Ну почему так? И, наконец, наши европейские друзья в парламенте сидят две партии, которые так боготворят Российскую Федерацию. Один из них Левон Кочарян, который снимается чик с депутатами Государственной Думы Российской Федерации. Теперь, почему эта же Российская Федерация своим любимчикам, которые сидят у нас в парламенте, не говорит: поставляйте свои мандаты? Выйдите из парламента, пусть парламент Армении станет нелегитимным. Почему такой приказ не идет из Российской Федерации? Если он так сильно, товарищ Путин, ненавидит Никола Пашиняна. Вы представляете, у вас есть в руках материал, и этот материал вы не предоставляете народу, чтобы свергнуть этого сукина сына, которого вы так сильно ненавидите. Да кто же упустит такой шанс? Никто. А вот Россия молчит. Но Никол Пашинян антироссийский проект. Типа так. Сорос. Какой там Сорос? Какой там Սորոս։ Ես ուզում եմ մեր ժողովուրդը հասկանալ։ Այնտեղ Ադրբեջանը ունի ոչ թե միայն Արայիկ Հարությունյանի ինտերվյուն, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, բոլորը այդ ինտերվյուն տվել են։ Բոլորը պատմել են Թալանի մասշտաբը, հանքերի, սպանությունների քաղաքական, կողոպուտների, դավադրությունների, դավաճանությունների, ինչ են արել, ոնց են արել, 30 տարի ոնց են ծսրել Արցախը եւ հարստացել։ Բայց եթե չի գնում։ Ադրբեջանը այդ կոմպրոմատը պահում է, ասում է, չէ, գյուղերը եթե չտաս, նոր եսա կդնեմ եթեր։ Ու այս բոզի տղեներ, հլամ ասում է, բանակը ամենավերջում, Նիկոլ, ասում է, մենք անդադասում ենք բանակ, բայց եթե բանակը խառնվեց, դա արդեն հարցի վերջնական լուծումն է։ Բանակը չպիտի խառնվի, բանակը պիտի խառնվի վերջում։ Մենք պիտի հասկանանք, այդ հողերը մերն են, թե մերը չի։ Այսինքն էլի ինքը նստած, իա զոմբի բոզի տղեկին, ասում է մենք պիտի հասկանանք, այդ հողերը մերն են, թե մերը չեն։ Ունդեղ մեկը չկա, միգրաֆոնը վեկալի, ասի Նիկոլ, կնգած ծածացնեմ։ Ինձ կարաս սուստաս մի հատ միջազգային կառույց, ասենք ՄԱԿ, որը հենց ասում է, չգիտես ինչ, այդ 4 գյուղերը քոնը չեն։ Ես ասեմ, այդ 4 գյուղերը էսի լը սկիզբն է։ Մի հատ 4 գյուղստից, մի հատ 4 գյուղնդից, մի հատ ընդեղից, մի հատ ընդեղից, մի հատ ընդեղից, մի հատ ընդեղից։ Անդրանիկ Քոչարյան ղախպից տղեն, ասում է, չէ, վտանգ չկա Ադրբեջանի կողմից, ինչ ա եղել, որ հավաքվել են իաբան, հետո ով ասում են գյուղ ենք հանձնում։ Մենք ընդ պետական սահման են գծում։ Բայց պետական սահմանի գծման արդյունքում է 4 գյուղը անցնում Ադրբեջանին։ Էդ էլա որ մենք հանձնեցինք, մենք չհանձնեցինք, մենք սահմանը գծիկ, 4 գյուղը անցավ։ Հələ սրանց լեզվախաղերը, սա նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր բազարում քյալամ են ծախը, ու այն անասուն լրագրողներն էլ գնում են այդ անլվա բոմժերին, դուք հավատում եք Նիկոլ Փաշինյանին, այն էլ ասում են Նիկոլ, որ թուրքը գա խերրկոխի թորանս բերանը, սերմը լծի թորանս բենի մեջ, ես Նիկոլին կսիրեմ։ Ես հրապարակայնորեն խնդրում եմ այս հատվածը պահեք։ Ես հրապարակայնորեն երթում եմ ուտեմ խափողը բոլզի տղա ալի, եթե ես էդի չանեմ։ Խափողը իմ հոր գերեզմանը քունի, տես ինչ երթում եմ ուտեմ։ Այդ սաղ վիդեոները փարկացո կա Facebook-ում, այդ պարավների, այդ կնանիքի, օքե որ տես բաներ են ասում։ Ես ձեր երեխեքին ու թորներին
բերելու եմ, հավքելու եմ, պայմանավորվելու եմ Ադրբեջանի հետ, ասելու եմ ես սրանց տալում եմ ձեզ, դուք սրան պիտի ծծացնեք, մանկահասակ երեխա կլինի, մեծահասակ կլինի, հղի կնիկ թե ինչ, տալու եմ դրանց, Նիկոլին բերեմ նստացնելու եմ դրանց դեմը, Անդե ծսնեն մենք ստենայինք, հիմա ասեմ էսի քեզի զենք, էսի Նիկոլը։ Դե էդի մեկ վայրանդ, եթե դու Նիկոլին չես խփում, նրանք շարունակում են բալեքի ծծացնելը։ Երկրորդ վայրանդ, դրանց սաղին հավքելու եմ, հանձնեմ Ադրբեջանին։ Քշելու եմ բողջեքը ձեռը տված Ադրբեջան։ Խփել են կոմը, թող խփի։ Այս կոմեկան ես եմ խփելու։ Այն կոմ գնացին ինչ կուզեն բռնաբարեն, կուզեն նվեր եմ տալու ադրբեջանցի դիրքապահ զինվորներին, չտվողը բոզի տղայա։ Բանը ոնց են թուրքերը բրթելով տանում լցեմ ջուրը, ատենց հանձնելու եմ դրանց։ Այն պարվին, որ փողոցի մեջտեղը խոսեն, այն կանաչից մինչև այս աղբը, այս ոչնչությունը, այս վարակը, այս տագետ բոզի տղեկը, այս ազգի միջից չմաքրվել, այս զոմբիացած պորրիկի ծնունդները, այս ազգը ոտի չի, թող ինձ հետո պատմությունը դատի։ Թող ինձ դատի, անենց ոնց որ դատում են Իոսիֆ Ստալինին, համաձայն եմ։ Դուք հլա պատկերացրեք, նստածա բացատրում Վիզնացս մետ հողերը մերը չի, այ մուրըտ կունեմ, ով ասե որ մերը չի, ով ասե բոզի տղա, եթե դու կտում ես, Նիկոլ, որ այդ հողերը կոնը չի, կամ եթե դու գտում ես, որ դու չես կարող դա պաշտպանել, պորրիկի ծնունդ հրաժարական դու գնա, կգա Վարդան Ղուկասյան, Ութո Ալիևը ասետ հողերը իմնա, պիտի տաս, Վարդան Ղուկասյանն էլ խերրը կբացի կամերայի դեմը կասի արի վեկալ, բոզի տաղա, ու թոկա վեկալի եթե կարա, մեկ մի անգամ չլսանք, երկրի ղեկավարը, երկրի գերագույն ղեկավարը, բոզի տղեն, նստի կամերայի դեմը, ասի լսի, եթե դու փորձվես, մի հատ կրակոց կամ մի հատ շարժ ձեռնարկես իմ պետական սահմանի երկայնքով, ես քո նավթատար, գազատար, Մինգեչաուրի Բաքու կհանեմ օդ, հարց չկա թող Երևանը ռմբակոծվի, որտեղ մինչև մի հատ սնարյադ Երևանի գլխին չընկնի, մեր տրինաժորնի զալերում կա չայցա ըլնող անասունները, որ անասունի մարմին են կծը, Ստրիպտիզ կլուբներ գնացող նստող ворցերը, պարող ռեստորաններում, բայց ընդ զինվորա մեռնեմ, երևույթները չեն հասկանա, որ պատերազմա, վերջ, պրծավ, այդ ձեր բոզի գյոթի գնալը, պարելը, կնունքը, ծնունդա, հարսանիքա, ստրիպտիզա և այլն, պրծավ, պիզեց, նադը վայեված, Ուրիշ տարբերակ այս պետությունը պահելու գոյություն չունի։ Ու քո նման բոզի տղեն չի հլնում նման հայտարարությամբ հանդես գային իայն կիսագրագետ անգլերենով, որ սիրելի Եվրոպա։ Եթե այս պորրիկի տղեն հարցակվեց, ես սրա սաղ ինֆրաստրուկտուրում կպսնելու եմ։ Ֆիզուլի аэропорт, вот я хочу, чтобы Азербайджан знал. Вооружается. Алиев. Как только начнется агрессия со стороны Азербайджана, народ мой выйдет на улицу, любыми методами сотрет пух и прах этого сукина сына, и это твой компромат, который у тебя в руках есть против Николы Пашиняна, станет уже пофиг. На власти придут реваншисты, вот, например, я. Я не знаю, кем я буду. Может быть, премьер-министром, может быть, министром обороны. Но приду. Я вам говорю четко и откровенно, и весь всему азербайджанской нации. Можете вы, да, вот, пару дней оккупировать вот, село Воскепар или некоторые эти
село, которое хочет взять Азербайджан. Но после революции, которая произойдет внутри Армении, а потом уже на передовой, я вот о чем буду вам говорить. Вооруженные силы Республики Армения нанесут ракетно-бомбовые удары по нефтепроводу, по газопроводу, по вашему этому аэропорту, который есть в Физули, иностранный интернациональный аэропорт, где приземлился этот трансгендер Казахстана, президент Казахстана, которого вы так показали, ленты красные, чикала, посмотрите, что мы открыли. Я разнесу в пух и прах. И в конце концов ракетный бомбовый удар придет на Мингичаури. Пусть Азербайджан бомбит Ереван. Окей. Тогда мы будем бомбить Баку. То есть из-за каких-то 4 сел, которые Азербайджан хочет непременно взять, я сотру пух и прах Азербайджан. Поверьте моим словам. Да вооружитесь сколько вам там угодно. Вооружайтесь. Но экономика Азербайджана потерпит крах. Я вам обещаю. Сотру в порошок всю инфраструктуру экономическую Республики Азербайджан. Другое дело, что этот сукин сын, который сидит сейчас у власти, он не будет стрелять на аэропорт, на Мингичаури, а я буду бомбить. Буду. Да еще как буду. Слава Богу, у нас есть сосед Иран, есть Франция, которая уже полностью надоел Никол Пашинян. Это для азербайджанской аудитории. Իսկ ինչ վերաբերվում է մերինին, մեր բոզիտաղեն, չի բացում բերանը։ Այս նույն ինչ որ ես ասեցի, դա պիտի ասի երկրի առաջին դեմքը, որ ընկեր Ադրբեջան, մարտական գործողությունները սկսելու ժամանակ սա արդեն պատերազմ է, դու ագրեսոր ես, դու հարձակվում ես սուվերեն պետության, սուվերեն տարածքի վրա։ Այդ 4 գյուղ, 6 գյուղ եւ անկլավ, մանկլավ, ինչ քերես անկլավ։ Մարդիկ հազարամյակներ իրար այդ պատերազում են, բայց ոչ մեկ չի գծում այդ գիծը, հայա, էս իմ սահմանա, էսի քո։ Իմ զորքը դե կանգնածը դա իմնա, վերջ։ Ասում է, օտեգաբեն չի ճանաչում, չգիտի էսի քոննա, թե ինի քոննա։ Էլի ռուսական խաղ։ Էլի օտեկապ է չես ճանաչեմ, կողեմ քեզ սիկտիր։ Դե գնա մի ճանաչի։ Ռուսաստան չես ճանաչեմ, Ռուսաստան սիկտիր, պարսական զորք արի։ Հալտենան որ մի զորքը կա ֆրանսական, կամ պարսական արի կայնի։ Մեզ հաճույքով կգան։ Вот Российская Федерация должна понять, начнется война. Будет Азербайджан нападать. Российская 102-я база не выйдет из своей базы, не пойдет на передовую. Выгнать российский контингент из Армении. И эти базы передать или французам, или персам. Все. Все. У Франции есть иностранный легион. Можно попросить, и 100% я уверен, Макрон с удовольствием свои войска отправит в Гюмри. Нет, рядом Иран. Извините нам, Соединенные Штаты, мы можем эту территорию выдать вам. Не хотите, тогда, пожалуйста, Иран, welcome. Если на то, так сказать, все пошло. И вот эти игры, которые ведет Кремль, это нехорошо. Եվ սես պիտի խոսե երկրի ղեկավարը, այլ ոչ թե Վարդան Ղուկասյանը։ Եվ նայեք, ոչ մի քաղաքական դեմք չկա, գոյություն չունեն, բայց հիմա, եթե հայտարարվի բան, անունիշա, պարլամենտական ընտրություններ, են Հայկ Մարության կլոն բոզի տղա, Պետհամարանիշի կռիվանող Դվինի Արտակ,
Անդելով կա Ղսմալյան, Մզմալյան, Վազգենի քուր խրից գլող Էդմոն Մարո իշքան բոզից տղա կա, սաղ կլենք լսվենք քաղաքական դաշտ, կասեն մենք եկել ենք, մենք երգիր ենք փրկում։ Բա հիմա երգիրը տալմա բոզի տղեն, ասում է դեմարկացիա, քեզ ով է թե դու դեմարկացիա դելիմիտացիա անես։ Ով է քեզ вообще խտրե։ Սա իմ հողնաս ոչ դեմարկացիա եմ անում, ոչ դելիմիտացիա եմ անում։ Էս էլ իմ հողնա, եկար տալեմ եմ, լավը ծռռում եմ, բրծավ։ Ոչ մի պետություն աննորմալ չի հարցակվի մի երկրի վրա ու հետո գնի քաքը։ Ոչ մի պետություն։ Գնա Պարսիկի խերը ծծի, այդ 6 միլիոն դոլարը որ տվի Սնուպ Դոգին, 6 միլիոն դոլարի դու 1000 հատ պարսկական են քաքերից կառներ են բեսպիլոտնիկներից ու կլցեիր Ադրբեջանի քալին։ Դե թողա։ Չկա, այս մարդը ցանկություն չունի։ Այս մարդու մի նպատակն է հողերը տալ։ Հիմա Նիկոլ Փաշինյան նորից եմ կրկնում ընթերցում ես հաղորդագրությունը, որ ինձ ուղարկել են ուժային կառույցներից։ Քննչական կոմիտե ներքին գործերը ԱԱՑ-ն դատախազությունը հատուկ խումբ ստեղծել ու մեթոդ են մշակում հավանական դոգի մարդկանց փողոց դուրս բերելու համար, ինչ պիտի անեն։ 24 ժամ աշխատում են առաջարկվող ծրագրի վրա, որ ներկայացնել Նիկոլ Բոզի տղում։ Դդում ղախպի տղեն էլ կուրացիա անում սա։ Ուրեմն Նիկոլ լսի։ Վարդան Ղուկասյանի խոսքին, մտքին, գաղափարին կողմնակիցները դրանք ռադիկալ տրամադրված ռադիկալ տրամադրված ժողովուրդ են։ Այսինքն սա այն մարդիկ են, ովքեր արուններն աշկերին պատրաստ են մորթել, բրթել, թափել, քարով, մարով, ինչով ասել, այսօր ինձ լիքը մարդ է գրում։ Շատ լիքը մարդիկ ասում են, պարոն Ղուկասյան, մենք ազատամարտիկ ենք, մենք արցախցի ենք, մենք զինվորականներ ենք, մենք ենք, որը պատրաստ ենք փողոց դուրս գանք դաժե զենքով։ Ես ասել եմ արտասո, դեռ դրա կարիքը չկա։ Բայց երբ որ ես դրած վեր եմ լուծում, ներողություն, ինչ կարող է տեղի ունենա, երբ Վարդան Ղուկասյանը X օրը X պահին միջալոց, այս հողերի հանձման հարցը, սիրելի ժողովուրդ, ձգձգվում է այս մարդու ահու։ Ոչ Ռոբիկ, ոչ Սերժիկ, ոչ Խզմալյան, ոչ Խերամալյան, ոչ Մարուքյան, ոչ Վազգենի քուր, տեսեք չկա այդ պոռնիկի ծնունդը, ոչ մի բան։ Այս մարդու ահու, որ նստած մտածում են, սկսվավ, Վարդան Ղուկասյանը մտավ եթեր, կոչով դիմեց, ժողովուրդը մարզերից ոտի հելավ, կեսը լցվան Երևան, կեսը ճամփեկը փագին եւ այլն, ինչ տենք անել։ Ես չեմ բացառում, իրոք, ես իհարկե դա չեմ ուզում, բայց ես չեմ բացառում։ Ես որպես օպերատիվ բնակավարի մարդ, որ կլինեն մարդիկ, նամանավան զինվորականներ, որոնք երբ որ տեսնեն, որ Նիկոլ Փաշինյան կոչված Բոզի տղեն ժողովրդի դեմ հանելացել է միլիցեքին ու միլիցեկն է սկսում են ժողովրդին ջարդել, մի հատ խելագար, վերցա, վեկալմա զենքը, գալիս է, կայնում ու գրստնում է միլիցեկի վրեն։ Վայնենա, մի քանի միլիցա զոհան։ Վերջ։ Արդեն ստեղ Նիկոլ Փաշինյանին ոչ մեկ չի կարա փրկի։ Ոչ մեկ։ Իա ախրանան, ես ասել եմ, ախրանան բերելու հանձնի ժողովրդին։ Իհարկե ես դեմ եմ ցանկացած առնահեղության, ցանկացած։ Բայց յուրաքանչյուր ոստիկան պիտի հասկանա, որ իր այս գործողությունները, որ ինքը անում է 140-160 հազար դրամի համար սեփական ժողովրդի դեմ, պահելով այս դավաճան Բոզի տղեկին, կարող է ժողովրդի մեջ գտնվի մեկը, որը դիմի ծայրահեղ քայլերի, որը ես նորից եմ կրկնում, չեմ ողջունում։
Բայց այդ ժամանակ արդեն ամբողը կդառնա անկառավարելի։ Իսկ այդտեղ արդեն ոչ Վարդան Ղուկասյան կարող է ինչ-որ մի բան փոխի, ոչ Պողոս Պողոսյան, ոչ Հիսուս Քրիստոս։ Այսինքն այս իշխանությունը կոնկրետ Նիկոլ Փաշինյան կոչված բոզի տղեն կամաց բերում է այն իրավիճակը ընկեր քպականներ, որ ուղակի ինչքան էլ որ դուք չցանկանաք, լինելով ձեր տան մեջ, ձեր վերևի հարևանը կամ տակի հարևանը, որը ձեզանից աբիժնիկ է, իսկ ձեր շենքի բնակիչները հաստատ ձեզանից աբիժնիկ են, չլին գոնե մի 10 հարևան նախ։ Արդեն այդ բարդակի ֆոնի վրա գալու են ձեր տան դուռը ջարդեն եւ մտնեն ձեր տուն ասեն եկել են կոֆե խմելու։ Ես ուզում եմ որպեսզի ԿՊ-ում գտնվող բոլեմենե ստապ մտածող մարդիկ հասկանան, որ սա երկիրը տանելու է շատ վատ վիճակի։ Շատ վատ։ Ուստի այս իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը Նիկոլ Բոզի տղա։ Քո վրա կամպրամատները կան Ադրբեջանի ձեռի տակ։ Դու պարտված ղախպի տղա ես։ Ազգի 89%-ից ավելին քեզանից զզվում է։ Եվ ալի հրաժարական տուր տղա ջան կամ իշխանությունը ուղակի փոխանցի Վարդան Ղուկասյանին։ Սա է քո միակ փրկությունը, որովհետև երկիրը տանելով դեպի անդունդ, իսկ դու արդեն տարել ես, ներքաշելով քաղաքացիական ես խրդրշուկները եւ այլն, որը ստեղծվելու է հենց առաջին իսկ իմ կոչից հետո, այն ժամանակ ես եմ որ ասում եմ, я не могу вам гарантировать жизнь։ Ասենց գոնե կա հնարավորություն, որ քո երեխաներին կյանքին ես կարող եմ երաշխավորել կյանք։ Այս պարագայում, որ ժողովուրդը գազազած լսվա փողոց, իսկ դու արդեն հասցրել ես աստեղ, չէ, ստեղ ժողովրդի։ Դու ամեն ինչ պրավալ ես տվել, կոռուպցիա, կաշառակերություն, բարդակ, պոռնկություն, նարկոմանիա, բանակ, պարտություն, ինչը դու ամեն ինչը պրավալ ես տվել, ու դու քո բենով ես ասում, մենք դպրոց չենք կարում սարքենք, բայց կան դպրոց ով է սարքե, մամատ հոգեկան, թե պեդոֆիլ պապատ։ Քո միակ ելքը սա է, որովհետև ոչ քո սիրելի Ռոբերտ Քոչարյանը ձեռը հնարավոր, տեսեք էլի մանդատների պի բռնատ ստացեն։ Էնի դե երկիրը հանձնեմ, իրանք էլի գնացել են իշխան, միշխան եւ այլն, հասել են Տաուշի մարզ, քննարկումներ են անում Տաուշի մարզի բնակիչների հետ։ Ինչ ես քննարկում իշխան Բոզի տղա Տաուշի մարզի բնակիչների հետ։ Ինչ պիտի անի այդ բնակիչը։ Դու ես Սեյրան Մուշեղիչը, Սեյրան Մուշեղիչ, դու կարաս Նիկոլի դեմ թպրտաս, նույն ռապեին խապելու են ռուզիկի տղու գլխին տանեն բանակ, տղուտ խես ազատ է բանակից, Սեյրան Մուշեղիչ, հա? Այդ ֆոֆոյի տան մեջ քեզ ծսնելու են, ճիշտ է ռուզիկ, այսինքն բոլորիդ վրա կամպրամատը լցած է, Հելը գնացել եք այդ միամի Տաուշի գեղացիկին հավքել եք, ինչ եք խոսում հետները, որ ինչ պիտի անեն, նույն եք անում ինչ որ արեցիք Ղարաբաղցիների գլխին, հայակվեին անում, 50 քանի հազար ստորագրություն հավաքին, Արցախ, հետո ինչ է լավ, ուր Արցախը, այդ հայակվեի թերթիկներն ուր է մի հատ խելքը քյալին բան կա, գաստրոենտերոլոգ բժիշկ ձեռնել կոտրված նկարվել էր բայց այդ գաստրոենտերոլոգին չասեմ դոկտոր ջան այդ հայակավեի թերթիկը ինչ տեսանիլ հա ինչ արիք հիմա նույնն է սա Արցախը հանձնի շարունակում է պարլամենտում նստել հիմա Հայաստանի տարածքներն են հանձնում նորից շարունակում են պարլամենտում նստել հասկանում եք Որտեւ իրանք շակավ գիտեն, որ մանդատը դնելուց նախ չեն կարա դնեն։ Երկրորդը всё-таки այդ 500,000 դրամը լավ բանի։ Եվ երրորդը որ դնեն, էլ չեն ընտրվելու, իրանք դրա ահն են։ Ընկեր պարլամենտական ընդդիմություն։ Ռոբիկ ու Սերժիկ։ Դախի չէ, այսինքն ձեր Շամշադին գնալու ժողովրդի հետ հանդիպելու իմաստը ո՞րն է, հա?
Սաղդ բանակից ազատված եք։ Սաղիդ երեխեքը բանակից ազատված են։ Նստած սրա բոզի տղա պարլամենտը օրինականացնում եք, օրինական ֆիգուր եք տալում, այնխեջ Եվրոպան մերավասելով գնացեք ընտրությունների, ռուսական ուժերը պարլամենտից դուրս հանի։ Չի եթեմ։ Բա եթե հակառուսականա, բա թույթա։ Եվ վերջի եթե ռուսնել չունի ես բոզի տղու հետ, ուզում որ ընտրություն լինի սրան քցի գայից, թող լովիկս գնացել են հաղորդավար դեպուտատի հետ նկարվել էր, թող ասեն տղա ջան, վայր դրեք մանդատները, այս բոզի տղեն դառնա ոչ լեգիտիմ, Բաքվի նկարահանած ռեպորտաժներ կդնենք ORT, RTR, սա գալիքներով ցույց կտանք, թող սա հայերը տենան, որ սա բոզի տղա է։ Պիպոնել ասում է 800,000 խաչակիր ունեմ, ընկեր Պիպո, ես ուզում եմ քո 800,000-ի մի տոկոսին տենամ, մի տոկոսին, 8,000, էտան է մի տոկոսը, 80,000, հա, մի տոկոսին, էտ 8,000-ին նստասրա սամալոտ, Ղրգի Հայաստան, որը որ դու ասես, Ղրգի Հայաստան էտոնել ես ժողովրդին կոչով դիմեմ, մի 20,000 էլ մինիմում Վարդան Ղուկասյանի կողմից կլեն միասին 30,000, կլեն Նիկոլին կծծցնեն։ Բա Ղրգի, եթե դու 800,000 խաչակիր ունես, մի տոկոսն եմ ուզում։ Իհարկե եթե ջոմար դլնեք, ուզեմ 10%-ը, 80,000, ես ինչ թվեր եք տրգմփանեմ։ Բա ինքը Ռուսաստան Պիպոց 800,000 ունի, 10%-ը, 5%-ը, ղրգում ես Հայաստան Նիկոլի տունը ծծցնում են, բախիշ ես ղրգում, չի հարց, եթե սա ձեզ ձեր չի տալի, ընգեր ռուս, մի հատ էլ Եվրոպա գնալու նախորեն բերեց իշքան, բոզի տղակալացես բանա պարլամենտ, հելան, Հայաստանը Եվրոպայա և վերջ, և ռուսը սենս, հարեկոր, Իան թվա թե ընդեղ են Եվրոպասիկ բանա ոչ խարեն, չեն հասկնամ թե ես ինչ անեմ ես գաղպի տղեն։ Նորից եմ կրկնում, Նիկոլ Փաշինյան, են անորսալի վրիժարումներ ֆիլմի մեջ, որ կա Կորոնա Ռոսիյսկայ իմպերիի, որ ասում է Լուի Պոմնի Ադզեցյախ։ Նույն արտահայտությունը վերաբերվում է քեզ։ Լուի Պոմնի Ադզեցյախ, քո այդ կապիկ Գերդաստանի մասին մտածի։ Որովհետև եթե սկսվեցին մասսայական անկարգություններ, ցույցեր եւ այլն, վերածվելու մասսայական անկարգությունների, որովհետև դու այնքան ես ժողովրդին սարքե քո նկատմամբ, քո թմի նկատմամբ աբիժնիկ, որ ծծնելու են ոչ մեկ, ոչ Վահե Ղազարյան, ոչ Աբաս, դրա դեմը էլ չի կարանա առնի, պրոստը չի կարա։ Եվ նույնն էլ դիմում եմ ԿՊԱ-ականներին։ Եթե սրան կհաջողվի փախնել, դա էլ եմ ընդունում, ձեզ չի հաջողվի, ընկեր ԿՊԱ-ականներ։ Ընկեր ռոբասերժական մնացորդներ։ Որովհետև Վարդան Ղուկասյանի աուդիտորիան, որը մի քանի 100,000-անոց է, ինքը միմիայն ռադիկալ տրամադրված մասսան է, ռադիկալ, որը նման մարդկանց հետ կապված ոնց որ դուք եք, չունի ոչ ներում, ոչ բեկում։ Եվ ոչ մեկ իրավունք չունի այդ մարդկանց մեղադրելու։ Այդ մարդկանց ձեռից դուք խլել եք ամենաթանկը, հայրենիքը։ Խլել եք իրանց զավակներին, խլել եք իրանց գույքը, խլել եք իրանց առողջությունը, խլել եք երջանկությունը, պատիվն ու արժանապատվությունը։ Դուք ամեն ինչ եք խլել հասկացող հայի, հասկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձեռքից։ Ոչ մի քնչական, ոչ մի KGB, ինչը ձեզ թվում է թե նույն KGB-ում, նույն MVD-ում, նույն բանակում չկան պագոնավորներ, որոնք հասկանում են, որ դուք բոզի տղություն եք անում։ Լիքն են։ Իմ կողմնակիցները ավելի շատ են Աբազի հիմնարկում, MVD-ում, առավել ևս բանակում, քան Նիկոլ քո կողմնակիցները։ Չի կարող աֆիցերը լեյտենանտ ավագ, լեյտենանտ կապիտան, մայոր եւ այլն, սատարի մի մարդու, ով բանակ չի ծառայել, մալը տավով որ չի ծառայել, նաեւ վարումը ազգադավ գործնեություն, չի կարող։ Հա, մինիստրները հա, որովհետեւ լափում են,
հանուն այդ լափի ու աթոռի, բայց դրանից ներքև չէ։ Եվ կգա մի պա, որ հենց այդ նույն մինիստրները եւ այլն կկորցնեն այն, ինչը որ իրանց ворի տակ հիմա կա, աթոռը։ Հասկացեք։ Ես հայտարարում եմ, որ պահին Ադրբեջանը սկսեց ռազմական գործողությունները սահմանի վրա, այդ պահին ես կոչով դիմելու եմ ժողովրդին փողոց դուրս գալ։ Ես դեռ ժամանակ եմ տալի քո նման բոլզի տղուն իշխանությունը փոխանցելու ինձ կամ գնալ նոր ընտրությունների։ Դրա ոսկե ժամանակը դու ունես։ Սկսվեց ռազմական գործողությունները։ Մենք մինչև ներքին թշնամու չմաքրենք, մենք հաղթանակ չենք ունենալու։ Սա իգիտություն յուրաքանչյուր զինվորականի, յուրաքանչյուր քաղաքացու։ Այսօր այսքանը։ Շնորհակալություն, հաջողություն։